Մինչ վերջին րոպեն ես հավատացել եմ, որ մենք կփրկվենք, ասում է նա, մարդը, ով 3 տարի անցկացրել է Մանվել Գրիգորյանի ստվերային ընթերքում, նրա ձեռքերը դեռս դողում են 15 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, որ մենք չգիտենք։ Ինչու նրա ձայնը ջարդվում է, երբ նա հիշում է ընդարձակ պատերի մութ հոտը, որտեղ օրը գիշերը միախառնվում էին։ Այսօր առաջին անգամ 6 մարդ, ովքեր տարիներ ապրել են Մանվելի կալանավայրերում, պատմում են այն ճշմարտությունը, որը պահել են 15 տարի։ Ինչ էր այդ վայրերում, որն այնքան սարսափելի էր, որ նրանք ավելի վախենում էին խոսելուց, քան հիշելուց։ Ո՞վ էր իսկապես Մանվել Գրիգորյանը, այն մարդը, ում անունը երկար տարիներ խառնվել էր ինչպես ազդեցության, այնպես էլ ահի հետ։ Սա պատմությունն է այն մասին, ինչ տեղի ունեցավ 1990-ականների վերջում 2000-ականների սկզբին Երանի արտաքին թաղամասերում, այնտեղ, որտեղ խոշոր տների ետում գտնվում էին այլ շենքեր, որոնց մասին նույնիսկ ճարտարապետները չէին գիտի։ Սա պատմությունն է կորած ապացույցների մասին, որոնք երբեք չհայտնվեցին դատարաններում։ Սա պատմությունն է վկաների մասին, ովքեր երկար տարիներ լռել են, մինչ այն պահը, երբ ահը սկսեց թուլանալ։ Մենք հետազոտեցինք արխիվները, խոսեցինք նրանց հետ, ովքեր համարձակվեցին խոսել, ահա արդյունքը, ճշմարտությունը, որը բացում է Մանվելի կյանքի մութ կողմը։ Նա, առաջին վկան, որի ձայնը դուք լսում եք այս պահին, խնդրեց չբացահայտել իր անունը, թե 15 տարի անցել է այդ իրադարձություններից հետո։ Նա ասում է, որ դեռս երբեմն արթնանում է գիշերվա մեջ, լսելով շղթայի ձայնը։ Նա ասում է, որ 212 օր անցկացրել է կապված, անասնասենյակի պես տարածության մեջ, որտեղ լույսը մտնում էր միայն մի փոքրիկ պատուհանից։ Երբ նրան հարցնում ես, ինչու է նա այնտեղ հայտնվել, նա պատասխանում է, Մանվելը կարծում էր, որ ես նրան եմ նախախնամում, իսկ ես ուղղակի փորձում էի վճարել իմ ընտանիքի պարտքը։ Ինչպես այս տեղափոխությունը տեղի ունեցավ, ինչու նրան համոզեցին, որ սա միայն ժամանակավոր է։ Ինչու նա հավատաց, որ եթե լռի, կազատվի։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում շատ պատմություններ են պատմվել իշխանության անբասիր ազդեցության մասին, բայց քչերը համարձակվել են խոսել այն մասին, ինչ իրականում տեղի էր ունենում Մանվելի ստվերների տակ։ Մարդիկ հիշում էին նրա անունը, կապված ազդեցության, բիզնեսի, կապերի հետ, բայց կային նա այլ պատմություններ, հրահանգներ, որոնք փսփսվում էին խուսափելու չհակասելու մասին։ Ինչից էին վախենում մարդիկ։ Ինչ գիտեին նրանք, որ մյուսները չգիտեին։ Ինչու Մանվելի անունը միշտ ասվում էր ցածր ձայնով, նույնիսկ երբ նա ներկա չէր։ Մենք հետազոտեցինք վերջին 20 տարիների արխիվները, ուսումնասիրեցինք փաստաթղթերը, որոնք մնացել էին հարցնշանների տակ, հարցազրույցներ վարեցինք նրանց հետ, ովքեր համարձակվեցին խոսել։ Մեր առաջին հարցը պարզ էր. արդյոք իսկապես գոյություն ունեին այդ վայրերը, որոնց մասին խոսվում էր փսփսալով։ Պատասխանը, որը մենք ստացանք, շատ ավելի բարդ էր, քան մենք կարծում էինք։ Այո, դրանք գոյություն ունեին։ Այո, մարդիկ այնտեղ էին գտնվել։ Բայց հարցը, որը մնաց անպատասխան, այն էր, ինչու ինչպես է այդ ամենը տեղի ունեցել, ինչու ոչ ոք չխոսեց այդ մասին տարիներ շարունակ։ Երանի արևելյան ծայրամասում, այնտեղ, որտեղ քաղաքը սկսում է միաձուլվել գյուղական տարածքների հետ, կային տները, որոնք տարբերվում էին մյուսներից ոչ թե իրենց չափսերով, այլ այն պատերով, որոնք շրջապատում էին դրանք։ Բարձր պատեր, որոնց հատվածներում տեղադրված էին անվտանգության տեսախցիկներ, երբ նույնիսկ այդ տեխնոլոգիան դեռս հազվագյուտ էր Հայաստանում։ Այս տների մեջ մեկում, որն արտաքուստ նման էր սովորական հարուստ տան, ներսում գոյություն ուներ մեկ այլ կառուցվածք։ Մեր վկաները պատմում են, որ գլխավոր շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվում էր հին շինությունը, որը վերականգնվել էր կարծես պահեստի նման, բայց ներսում այն ուներ շատ այլ նպատակ։ Երբ դուք մտնում էիք այդ շենքի գլխավոր դուռը, հայտնվում էիք մի նեղ միջանցքի մեջ, որտեղ մութ էր նույնիսկ ցերեկը։ Վկաները պատմում են երկաթի դռների մասին, որոնք ունեին ծանր կողպեքներ, այնպիսիներ, որոնք սովորաբար տեսնում ես միայն հին բանտերի լուսանկարներում։ Ինչու էր Մանվելին անհրաժեշտ այդպիսի կառուցվածք։ Մի վկա, ով աշխատել է նրա անվտանգության ծառայության մեջ, հիշում է, թե ինչպես նա առաջին անգամ տեսավ այդ վայրերը 1998 թվականին։ Նրան հրամայվեց բերել մի մարդու, ում նա ճանաչում էր որպես Մանվելի գործարար գործընկեր։ Այդ մարդը բերվեց այնտեղ ուշ երեկոյան։ Անվտանգության աշխատողը պատմում է, որ նա չգիտեր, թե ինչու է այդ մարդը բերվում։ Նրան ասվեց միայն, որ Մանվելը պետք է խոսի նրա հետ։ Բայց երբ նրանք ժամանեցին, Մանվելը չէր այնտեղ։ Այնտեղ էին միայն երկու այլ անձինք, ովքեր վերցրին գործընկերոջը տարան երկաթե դռների հետում գտնվող սենյակներից մեկը։
Անվտանգության աշխատողը սպասեց դրսում, լսեց ձայներ, բարձր ձայներ, հարցազրույցի ձայներ, բայց նա մի բան ավելին։ Ես լսում էի մի ձայն, որը նման էր շղթաների ձայնի, հիշում է նա, այդ ձայնը նրա միտքը չթողեց երբեք։ Վկաների պատմություններից ի հայտ է գալիս, որ այդ վայրերը ծառայում էին որպես ժամանակավոր կալանավայրեր այն մարդկանց համար, ում Մանվելը համարում էր իր օրենքի դեմ կամ ովքեր պարտք ունեին նրան։ Նրանք այնտեղ էին մնում օրեր, շաբաթներ, իսկ որոշ դեպքերում ամիսներ։ Նրանց չէին ծեծում, ինչպես դուք կարող եք պատկերացնել, բայց նրանց պահում էին մեկուսացման մեջ, սովորաբար կապած կամ շղթայված, որպեսզի վստահ լինեն, որ նրանք չեն փախչի։ Ինչու Մանվելը համարում էր, որ այս մեթոդները արդարացված են, ինչու ոչ ոք չխոսեց այդ մասին տարիներ շարունակ, երբ իրենց ազատում էին։ Դա հարց է, որը մնում է, հարց վախի անորոշության մասին։ Մի վկա պատմում է, որ երբ նրան վերջապես ազատեցին 38 օր անց, նրան ասվեց. «Դու չես խոսելու այս մասին ոչ մեկի հետ, հակառակ դեպքում կվերադառնաս»։ Այդ սպառնալիքը բավարար էր։ Նա լռեց 15 տարի։ Բայց այժմ նա խոսում է, քանի որ ասում է, որ նրա մեջ այդ ծանրությունը դեռս կա, միակ ճանապարհը ազատվելու համար խոսելն է։ Ինչպես իշխանությունները չիմացան այս մասին, կամ գուցե իմանում էին, բայց չարձագանքեցին։ Երբ ուսումնասիրում ես Մանվելի կյանքը, տեսնում ես մի կերպար, ով կառուցել է ազդեցության ամբողջական ցանց, որտեղ նա սեփական օրենքներն էր սահմանում։ Նա ստեղծել էր միջավայր, որտեղ իր բարեկամները վայելում էին արտոնություններ, իսկ իր թշնամիները կամ պարտապանները դեմ էին կանգնած կոշտ հետանքների։ Բայց ինչպես է նա կարողացել պահպանել այդ ամենը գաղտնի, ինչու այնքան շատ մարդիկ ընտրել են լռել։ Պատասխանը գտնվում է պարզ բառում՝ վախ։ Վախ, որ խոսելը նշանակում էր ոչ միայն անձնական վտանգ, այլ ընտանիքի համար։ Մի վկա պատմում է, թե ինչպես նրան հիշեցրին, որ Մանվելը ամեն ինչ գիտի նրա ընտանիքի մասին, թե որտեղ են նրանք ապրում, որտեղ են աշխատում։ Սա չէր միայն մի մեկուսացված դեպք, սա էր համակարգ, որը գործում էր երկար տարիներ։ Մենք հայտնաբերեցինք, որ նվազագույնը 6 այլ մարդիկ ունեին նման փորձառություններ, նրանցից յուրաքանչյուրը պատմում է նույն պատմությունները, կապված լինելու, մեկուսացված լինելու սպառնալիքների մասին, որ եթե խոսեն, կվերադառնան։ Ոմանք ասում են, որ նրանց պահպանում էին նաշների հետ միասին մի սենյակում, որտեղ կենդանիների հոտը աղմուկը մշտական տանջանք էր։ Այս մանրամասնությունները, որքան էլ դժվար է դրանք լսել, անհրաժեշտ են հասկանալու համար, թե ինչ էր իրականում Մանվելի իշխանության մութ կողմը։ Բայց ով էր իրականում Մանվելը։ Ինչու էր նա համարում անհրաժեշտ այսպիսի մեթոդներ, արդյոք նա իրոք վախենում էր իր գործընկերներից, պարտապաններից այնքան, որ պետք էր նրանց այդպես պահել։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Մանվելը չէր ապրում սովորական իշխանավորի կյանքով։ Նա ապրում էր մշտական զգոնության մեջ, երբեմն պարանոյայի մեջ։ Վկաներ, ովքեր աշխատել են նրա ամենամոտ խմբում, պատմում են, որ նա վստահում էր միայն շատ սակավ մարդկանց, նույնիսկ դրանց նկատմամբ նա ցուցաբերում էր կասկած։ Կար մի տղամարդ, ում Մանվելը համարում էր իր ամենավստահելի մարդը, ով աշխատել էր նրա կողքին 10 տարի։ Բայց նույնիսկ նա պատմում է, որ Մանվելը երբեմն ստուգում էր նրան, փորձելով պարզել, թե արդյոք նա լոյալ է մնում։ Այդ մարդը, որին մենք կանվանենք Արման, պատմում է մի դեպքի մասին 1999 թվականին, երբ Մանվելը կանչեց նրան իր տուն, ասաց. «Ես լսել եմ, որ դու խոսում ես ինձ մասին հետիցս»։ Արմանը զարմացած էր, քանի որ նա երբեք նման բան չէր արել, բայց Մանվելը շարունակեց հարցեր տալ, ասաց, որ ունի վկաներ։ Արմանը հիշում է, որ այդ րոպեն նա իսկապես վախեցավ, քանի որ նա գիտեր, թե ինչ է կարող տեղի ունենալ, եթե Մանվելը կորցներ վստահությունը։ Բայց վերջապես Մանվելը ասաց. «Լավ, ես քեզ հավատում եմ այս անգամ, բայց զգույշ եղիր»։ Այդ սպառնալիքը, թե թույլ ձակերպված, բավարար էր Արմանին հիշեցնելու, որ նա միշտ դիտվում էր։ Ինչպես է հնարավոր, որ մի մարդ այդքան ազդեցություն ուներ, որ կարողանում էր պահել մարդկանց գաղտնի, կարողանում էր սարսափեցնել նրանց այնքան, որ նրանք լռում էին տասնյակ տարիներ։ Ինչ էր նրա ուժի աղբյուրը, ինչու նրա չափազանց մոտ մարդիկ, նրանք, ովքեր գիտեին նրա գաղտնիքները, չխոսեցին, երբ ժամանակն եկավ խոսելու։ Ինչ տեղի էր ունենում այն մարդկանց մարմինների հոգիների հետ, ովքեր շաբաթներ, ամիսներ անցկացրել են այդ վայրերում, կապված շղթաներով, մեկուսացված լույսից, մարդկային շփումներից։ Մեր հետազոտության ընթացքում մենք հայտնաբերեցինք բժշկական գրառումներ, որոնք երբեք չհրապարակվեցին հանրությանը։ Այդ գրառումները պատկանում էին մի բժշկի, ում կանչում էին Մանվելի աշխատողները, երբ մարդիկ սկսում էին ցույց տալ լուրջ առողջական խնդիրներ այդ կալանավայրերում։ Այս բժիշկը, որին մենք կանվանենք Դավիթ, պահպանել էր իր նոթերը, թերս որպես խղճի հարց, թերս որպես ապացույց, թե ինչին էր նա վկայակոչվել։
Այն, ինչ գրված է այդ էջերում, բացահայտում է անմարդկային պայմանների ողջ մասշտաբը։ Դավիթի նոթերում կան մանրամասնություններ, որոնք սառեցնում են արյունը։ Նա գրում է մի 26 տարեկան մարդու մասին, ում բերեցին նրա մոտ 1999 թվականի գարնանը, ծանր դեհիդրացիայի ախտանիշներով։ Այս մարդը, ում մենք կանվանենք Արամ, ապրել էր մեկուսացված սենյակում 32 օր, ըստ Դավիթի գրառումների, նրան տրվում էր ջուր միայն օրը 2 անգամ, առավոտյան երեկոյան։ Արամի մաշկը եղել է չոր կծկված, նրա շնչառությունը թույլ, իսկ զարկերակները գրեթե անհայտ։ Դավիթը գրում է. «Ես խնդրեցի ազատել նրան անմիջապես տեղափոխել հիվանդանոց, բայց ինձ ասացին, որ դա անհնար է, քանի դեռ մանվելը չի որոշել»։ Ինչպիսի՞։ Մարդ կարող էր կայացնել այսպիսի որոշումներ, պահելով մեկ ուրիշին կյանքի մահվան միջ։ Դավիթը շարունակում էր այցելել այդ վայրերը 5 տարի։ Նրա նոթերում նկարագրված են տասնյակ այլ դեպքեր։ Կար մի ավելի ծեր մարդ, մոտավորապես 50 տարեկան, ով զարգացրել էր թոքաբորբ, խոնավ ստորգետնյա սենյակում երկարատ մնալու հետանքով։ Կար երիտասարդ, 25 տարեկան, ում ոտքերը ուռել էին շղթաների պատճառով, վերքերը սկսել էին վարակվել։ Դավիթը չկարողացավ բոլորին օգնել։ Նրան թույլ էին տալիս միայն հիմնական բժշկական օգնություն տրամադրել, վիրակապեր փոխել, հակաբիոտիկներ տալ, բայց երբեք չէր կարող վերցնել մարդուն տեղափոխել հիվանդանոց։ Ես զգում էի, որ դառնում եմ նրանց համակրատուն, գրում է Դավիթը մի ուշ գիշերային նոթում, բայց ինչ կարող էի անել։ Եթե ես հրաժարվեի գալուց, գուցե ոչ ոք չբուժեր նրանց։ Բայց ամենազարմանալին այն է, որ Դավիթը երբեք չգնաց իշխանություններին։ Նա երբեք չհաղորդեց ոստիկանությանը կամ մարդու իրավունքների պաշտպաններին այն մասին, ինչ տեսավ։ Ինչու՞։ Նրա վերջին նոթերից մեկում կա պատասխան։ Ինձ ասվեց, որ եթե ես խոսեմ, ոչ միայն ես, այլ իմ ընտանիքը կճանաչի հետանքները։ Իմ 2 երեխաները փոքր էին։ Ես չկարող էի ռիսկի դնել նրանց։ Սա էր մանվելի իշխանության գործիքակազմը, ոչ միայն ուղղակի սպառնալիքներ, այլ վախի մթնոլորտ, որտեղ մարդիկ հասկանում էին, որ լռությունը անվտանգության միակ երաշխիքն է։ Ինչպես կարող էր Դավիթը ապրել այդ գիտակցությամբ, գիտենալով, որ իր լռությունը նպաստում էր այդ տառապանքների շարունակմանը։ Կարող էինք մենք մեղադրել նրան։ Հետաքրքիր է, որ մանվելի հանրային կերպարը խիստ տարբերվում էր նրանից, ինչ տեղի էր ունենում նրա տների պատերի ետում։ Հանրությանը նա ներկայանում էր որպես հարուստ բիզնեսմեն, բարեգործ, մարդ, ով օգնում էր իր համայնքին։ Կային պատմություններ, թե ինչպես նա վճարել է մարդկանց բժշկական ծախսերը, ինչպես օգնել է աղքատ ընտանիքներին։ Բայց դա բոլորը տեսնում էին։ Ինչ էր տեղի ունենում, երբ կամերաները անջատված էին, հյուրերը հեռանում էին։ Մի մարդ, ով աշխատել է մանվելի տան սպասարկման անձնակազմում, պատմում է 2 տարբեր մանվելների մասին։ Այս կինը, ում մենք կանվանենք Գոհար, աշխատել է այնտեղ 1996 թվականից մինչ 2002 թվականը։ Նա հիշում է, թե ինչպես մանվելը կարող էր լինել ջերմ բարի հյուրերի հետ, ծիծաղել, պատմություններ պատմել, նվերներ տալ։ Բայց երբ հյուրերը հեռանում էին, մանվելի դեմքը փոխվում էր։ Նա դառնում էր լուռ, սառը, հիշում է Գոհարը։ Նրա աչքերում կարող էիր տեսնել մի բան, ինչ-որ մուգ, ինչ-որ անհանգիստ։ Գոհարը հիշում է մի խորտ դրվագ 2000 թվականի ամռանը։ Այդ օրը մանվելի տանը խոշոր հավաքույթ էր, բարեկամներ, գործընկերներ, քաղաքական գործիչներ։ Ամեն ինչ անցնում էր հարթ, ուրախ մթնոլորտում։ Բայց մի պահի համար Գոհարը պետք էր մտներ մանվելի անձնական գրասենյակ, ինչ-որ փաստաթուղթ բերելու։ Երբ նա բացեց դուռը, տեսավ մանվելին, նստած իր գրասեղանի առջ, գլուխը ձեռքերի մեջ։ Նա երում էր խիստ հոգնած, գրեթե հյուծված։ Երբ նա լսեց դռան ձայնը, նա արագ բարձրացավ, դեմքը վերադարձրեց այն ժպիտը, հիշում է Գոհարը։ Բայց ես տեսա, որ աչքերում ժպիտ չկար։ Այդ պահին ես հասկացա, որ այս մարդը միշտ խաղում է դեր։ Բայց ով էր իրական մանվելը։ Արդյոք նա իսկապես հավատում էր, որ նրա մեթոդները արդարացված էին, թե պարզապես չուներ այլ ելք, կերպարը պահպանելու համար։ Գոհարը հիշում է մի խոսակցություն, որը պատահականորեն լսեց 2001 թվականի աշնանը։ Մանվելը խոսում էր հեռախոսով մեկի հետ, բարձրացրած ձայնով։ Ես այլ ելք ունեի, ասում էր նա։ Եթե ես ուժ չցույց տայի, նրանք կտեսներին թուլություն, այդ վերջն էր լինելու։ Ո՞մ էր նա դիմում այդ պահին, ինչից էր նա պաշտպանվում։ Գոհարի պատմությունը բացահայտում է մանվելի ներքին կոնֆլիկտը։
Մի կողմից նա ուզում էր լինել հարգված, սիրված, հզոր։ Մյուս կողմից նա գիտեր, որ իր իշխանությունը պահպանելու համար պետք է օգտագործեր վախի մեթոդներ։ Այս երկու դեմքերը միշտ պայքարում էին իրար հետ։ Գոհարը հիշում է, որ երբեմն Մանվելը լավ տրամադրությամբ էր տուն գալիս նվերներ բերած իր ընտանիքի անդամներին։ Բայց այլ օրերին նա մտնում էր տուն, սառը դեմքով, բոլորը հասկանում էին, պետք է խուսափել նրանից։ Մենք սովորել էինք կարդալ նրա տրամադրությունը նրա քայլերից, պատմում է Գոհարը։ Երբ նա քայլում էր դանդաղ, մենք գիտեինք, ամեն ինչ լավ է։ Երբ նա քայլում էր արագ ծանր, մենք հասկանում էինք, պետք է անտեսանելի լինենք։ Այս իրականությունը ցույց է տալիս, որ Մանվելի տան մեջ ապրողները, նրա ընտանիքը, սպասարկման անձնակազմը, անվտանգության աշխատողները, բոլորն էլ ապրում էին մշտական լարվածության մեջ։ Նրանք երբեք չէին կարող լիովին հանգիստ զգալ, քանի որ Մանվելի տրամադրությունը կարող էր փոխվել պահի մեջ։ Ինչպես է հնարավոր ապրել այսպես տարիներ շարունակ, ինչու նրանք չհեռացան։ Այդ հարցի պատասխանը գալիս է մի ուրիշ վկայից։ Սա Մանվելի ազգականներից է, ում մենք կանվանենք Արշակ։ Արշակը ապրել է Մանվելի մոտակայքում երկար տարիներ ունեցել է առիթ տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունենում այդ ընտանիքում։ Արշակը պատմում է, որ 1997 թվականի ձմռանը Մանվելը սկսեց փոխվել ավելի աչքի ընկնող կերպով։ Նա դարձավ ավելի կասկածամիտ, ավելի մեկուսացված։ Նա սկսեց տեսնել դավաճաններ ամենուր, հիշում է Արշակը։ Նույնիսկ իր ամենամոտ մարդկանց նկատմամբ նա ցուցաբերում էր կասկած։ Արշակը հիշում է մի դեպք, որը տեղի ունեցավ այդ ձմեռ։ Մի մարդ, ում Մանվելը համարում էր իր ամենահավատարիմ բարեկամներից, եկավ տուն, անսպասելի, առանց նախազգուշացման։ Մանվելը նախ ընդունեց նրան ջերմորեն, բայց մի ժամ անց Արշակը լսեց բարձրացած ձայներ գրասենյակից։ Ես լսեցի Մանվելին ասում, դու ինձ հետիցս խոսում ես նրանց հետ, հիշում է Արշակը։ Այդ բարեկամը փորձում էր բացատրել, բայց Մանվելը չէր լսում։ Վերջում այդ մարդը հեռացավ տնից դողդոջուն, Արշակը երբեք այլս չտեսավ նրան Մանվելի մոտ։ Բայց ամենաանսպասելին այն էր, որ 2 շաբաթ անց Արշակը պատահականորեն լսեց, որ այդ բարեկամը հայտնվել էր այդ ստորգետնյա վայրերից մեկում։ Նա պահված էր այնտեղ 12 օր, մինչ վերջապես Մանվելը վերանայեց իր որոշումը։ Ես հասկացա այդ պահին, որ ոչ ոք անվտանգ չէր, պատմում է Արշակը։ Նույնիսկ նրանք, ովքեր տարիներ ծառայել էին նրան, կարող էին պահի մեջ հայտնվել այդ վայրում։ Ինչու Մանվելը այդքան փոխվեց։ Արշակի տեսակետից դա կապված էր նրա աճող վախի հետ, որ նա կկորցնի իր իշխանությունը։ 1990-ականների վերջում Հայաստանում քաղաքական-տնտեսական իրավիճակը շատ անկայուն էր։ Շատ հին իշխանավորներ կորցնում էին իրենց ազդեցությունը, Մանվելը վախենում էր, որ նույնը կարող է տեղի ունենալ իր հետ։ Նա միշտ ասում էր, որ թեկուզ մեկը դավաճանի, ամեն ինչ կարող է փլուզվել, հիշում է Արշակը։ Այս վախը հանգեցրեց նրան դառնալու ավելի կոշտ, ավելի անսրտացող։ Արշակը նա պատմում է, որ Մանվելը ունեցել է օգնականներ, ովքեր սնուցում էին նրա կասկածները։ Այս մարդիկ բերում էին տեղեկություններ, իրական կամ հորինված, նրանց մասին, ում Մանվելը պետք էր կասկածի։ Դա շահավետ էր նրանց համար, բացատրում է Արշակը։ Որքան ավելի շատ կասկած ստեղծվեր, այնքան ավելի անհրաժեշտ էին դառնում նրանք Մանվելի համար։ Այսպես ստեղծվեց փակ շրջան, Մանվելը վախենում էր, նրա օգնականները սնուցում էին այդ վախը, իսկ արդյունքում ավելի շատ մարդիկ էին դառնում նրա կասկածների զոհ։ Արշակը վերջապես հեռացավ Մանվելի կյանքից 2002 թվականին։ Ես այլս չէի կարող դիտել այդ ամենը, ասում է նա։ Ես գիտեի, որ եթե մնամ, կգա օր, երբ նույնիսկ ես կդառնամ կասկածի օբյեկտ։ Բայց նա մնաց լռելիայն մինչ վերջերս։ Ինչու ընտրեց նա այժմ խոսել, երբ Մանվելը մահացել է ավելի քան 10 տարի առաջ։ Քանի որ այժմ ես տեսնում եմ, որ նրա պատմությունը սկսում է վերաինտերպրետացվել, պատասխանում է Արշակը։ Որոշ մարդիկ փորձում են ներկայացնել նրան որպես հերոս, բայց ես գիտեմ ճշմարտությունը։ Մարդիկ պետք է իմանան, թե ինչ գին վճարեցին ուրիշները նրա իշխանության համար։ Արդյոք Մանվելը կարող էր վստահել մեկին կամ ոչ մեկին, դա հարցը, որ մնում է։ 2003 թվականի նոյեմբերին, երբ դատախազության աշխատակիցները մտան Մանվելի արևելյան կալվածքներից մեկը, նրանք գտան ինչ-որ բան, որ չպետք է գոյություն էր։ Երկաթե պահարանի մեջ, որը թաքնված էր գրասենյակի հատակի տակ, պահվում էին փաստաթղթեր, այնքան գաղտնի, որ նույնիսկ Մանվելի ամենամոտ օգնականները չգիտեին դրանց մասին։ Այնտեղ էին նամակներ, համաձայնագրեր, բժշկական եզրակացություններ, լուսանկարներ։
Փաստաթղթերի մի մասը պարունակում էր անուններ, մարդիկ, ովքեր պահվել էին կալանավայրերում, նրանց պահելու ժամկետները, նույնիսկ ծախսերի հաշվառումը, սնունդ, բժշկական օգնություն, շղթաներ։ Բայց ամենակարևորը կային ձայնագրություններ, հարցաքննությունների, սպառնալիքների, խոստումների։ Դատախազության աշխատակիցները պատմում են, որ երբ նրանք լսեցին այդ ձայնագրություններից մեկը, նրանց արյունը սառեց։ Ձայնագրված էր Մանվելի ձայնը, հանգիստ, մեթոդիկ, բացատրելով մեկին, թե ինչու նա պետք է մնա կապված, մինչ չվճարվի պարտքը։ Բայց միանգամայն անսպասելի կերպով, 2 օր անց, երբ դատախազությունը փորձեց վերադառնալ այդ վայր, փաստաթղթերի մի մասը պատճենելու համար, նրանք հայտնաբերեցին, որ պահարանը դատարկ է։ Փաստաթղթերը, ձայնագրությունները, լուսանկարները, բոլորը անհետացել էին։ Ով կարողացավ դրանք վերցնել այնքան արագ, երբ տունը պաշտպանվում էր իրավապահների կողմից։ Դատախազության աշխատակցի, ում մենք կանվանենք Վահե, խոսքերով, մենք իմացանք, որ կա ինչ-որ մեկը, ով ավելի ուժեղ է, քան մենք կարծում էինք։ Ինչ-որ մեկը, ով գիտեր, թե ինչ է պահվում այդ պահարանում, ով ուներ հասանելիություն տուն, նույնիսկ մեր հսկողության ներքո։ Վահեն հիշում է, թե ինչպես նա փորձեց պարզել, ով կարող էր լինել այդ մարդը։ Նա ուսումնասիրեց բոլոր այն մարդկանց, ովքեր ունեին բանալիներ տուն մտնելու։ Ցուցակը կարճ էր, Մանվելի 3 ամենամոտ աշխատողները, նրա մեկ ազգականը, անվտանգության ղեկավարը։ Վահեն հարցաքննեց նրանցից յուրաքանչյուրին, բայց բոլորը ժխտեցին, որ վերցրել են փաստաթղթերը։ Նրանք նայում էին ինձ հանգիստ աչքերով, հիշում է Վահեն, բայց ես տեսնում էի, որ նրանք ինչ-որ բան թաքցնում են։ Ես զգում էի, որ նրանք վախենում են ավելի շատ, քան ինձնից։ Կասկածները նեղացան մի անձի շուրջ, Մանվելի անվտանգության ղեկավարը, ում մենք կանվանենք Գորգ։ Գորգը աշխատել էր Մանվելի մոտ 14 տարի, ճանաչում էր յուրաքանչյուր գաղտնիք։ Նա էր, ով կազմակերպում էր մարդկանց տեղափոխումը դեպի կալանավայրեր, նա էր, ով վերահսկում էր նրանց պայմանները, նա էր, ով որոշում էր, երբ նրանք պետք է ազատվեին։ Եթե ինչ-որ մեկը գիտեր, թե որտեղ են բոլոր ապացույցները, դա Գորգն էր։ Բայց երբ Վահեն փորձեց նրան ձերբակալել, բացահայտվեց, որ Գորգը հեռացել է երկրից 6 ժամ անց այն բանից, երբ փաստաթղթերը անհետացել էին։ Նա թռել էր դեպի Մոսկվա, սովորական տուրիստական տոմսով, երբեք չվերադարձավ։ Ով օգնեց Գորգին փախչել այդքան արագ, ինչու՞։ Կար մեկը, ով շահագրգռված էր, որ այդ ապացույցները երբեք չհայտնվեին դատարանում։ Մեկը, ով ուներ բավական ուժ, կազմակերպելու Գորգի փախուստը երաշխավորելու նրա անվտանգությունը Ռուսաստանում։ Վահեն շարունակեց հետաքննությունը, բայց ամեն անգամ, երբ նա մոտենում էր ճշմարտությանը, նրան արգելափակում էին։ Ինձ ասացին ընդհատել, հիշում է նա։ Ինձ ասացին, որ այս գործը փակված է։ Բայց ես գիտեի, որ դա ճիշտ չէր։ Ինչ-որ մեկը ուզում էր թաղել այն ճշմարտությունը, որը պարունակվում էր այդ փաստաթղթերում։ Ո՞վ էր այդ մարդը, ում ազդեցությունը բավարար էր դատախազությունը ստիպելու փակել գործը։ Ինչ էր այդ փաստաթղթերում, որ այդքան վտանգավոր էր նրա համար։ Պատկերացրեք, դուք եք այն 8 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Մանվելի մասին։ Ամեն բժշկական գաղտնիք, ամեն փախուստի պլան, ամեն թունել, որը պահված էր արևելյան կալվածքի տակ։ Այժմ պատկերացրեք, դուք պետք է ընտրեիք հավատարմության սեփական կյանքի միջ։ 2002 թվականի մարտին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչ ստիպեց նրանց դավաճանել իրենց առաջնորդին։ Նրանք չէին սովորական աշխատողներ։ Դրանք էին Մանվելի ներքին շրջանը, մարդիկ, ում նա վստահում էր ամենից շատ։ Անվտանգության ղեկավար Գորգը, բժիշկ Դավիթը, անձնական օգնական Արմանը, վարորդ Հայկը, համակարգող Աշոտը, երեք, որոնց անունները մնում են անհայտ մինչ օրս։ Նրանցից յուրաքանչյուրը տարբեր պատճառներով միացավ այս ներքին խմբին։ Գորգը ցանկանում էր իշխանություն։ Դավիթը պարտավոր զգում էր օգնել, քանի որ Մանվելը վճարել էր նրա որդու բուժումը։ Արմանը պարզապես երիտասարդ էր, ցանկանում էր արագ շահել։ Բայց ամեն ինչ սկսեց փոխվել 1999 թվականին, երբ Մանվելի պարանոյան սկսեց դառնալ անկառավարելի։ Ներքին խմբի անդամներից մեկը, ում մենք կանվանենք Արա, պատմում է, որ Մանվելը սկսեց կասկածել նույնիսկ նրանց։ Նա կանչում էր մեզ անբացատրելի հարցաքննությունների, հիշում է Արան։ Մի օր նա կարող էր ինձ գրկել որպես եղբայր, հաջորդ օրը նա կարող էր հարցնել, թե արդյոք ես խոսել եմ ինչ-որ մեկի հետ նրա մասին։ Այդ մթնոլորտը դառնում էր անտանելի։ Ներքին խմբի անդամները սկսեցին փոխանակել հայացքներ։ Նրանք չէին խոսում բարձր, քանի որ բոլորը գիտեին Մանվելի տանը պատերն ունեն ականջներ։
Բայց հանդիպումները դեղատներում, պատահական հանդիպումները փողոցներում, այս ամենը դառնում էին փոքր խորհրդակցություններ։ Արան հիշում է մի այդպիսի հանդիպում 2001 թվականի հունվարին։ Նա պատահականորեն հանդիպեց Հայկին սուպերմարկետում։ Նրանք խոսեցին 2 րոպե, բայց այդ 2 րոպեում Հայկը փսփսաց՝ մենք չենք կարող այսպես շարունակել։ Նա վստահում է մեզ ավելի քիչ, քան անծանոթներին։ Մի օր նա կհաշվի մեզ։ Արան նույն մտքին էր եկել։ Նա տեսել էր, թե ինչպես Մանվելը վարվում էր այն մարդկանց հետ, ում չէր վստահում։ Նա չուզում էր դառնալ նրանցից մեկը։ Բայց ինչ կարող էին անել նրանք։ Փախչել։ Դա անհնար էր, քանի որ Մանվելը ուներ կապեր ամենուր։ Դիմել իշխանություններին։ Դա նշանակում էր խոստովանել իրենց սեփական մասնակցությունը։ Մնում էր միայն մի տարբերակ՝ սպասել, ժամանակ շահել, երբ պահը գա, հեռանալ առանց ետ նայելու։ Բայց պահը եկավ ավելի արագ, քան նրանք սպասում էին։ 2002 թվականի ապրիլին Մանվելը բարձրացրեց անվտանգության միջոցառումները իր շուրջը։ Նա սկսեց ստուգել ամեն մարդու, ով մտնում էր նրա տուն։ Նա հրամայեց, որ նույնիսկ նրա ամենամոտ մարդիկ անցնեն մետաղի դետեկտորով։ Արան հիշում է, թե ինչպես այդ բարձրացած անվտանգությունը դարձավ վերջին շչակ։ Մենք հասկացանք, որ եթե չգործենք այժմ, շուտով մենք բոլորս կլինենք կալանքի տակ։ Գործողությունը եղավ պարզ, բայց հզոր։ Ներքին խմբի անդամները համաձայնվեցին, որ նրանցից յուրաքանչյուրը սկսի աստիճանաբար հեռանալ Մանվելի շրջապատից։ Առաջինը հեռացավ Արան, պատրվակելով ընտանեկան հիվանդություն։ Երկրորդը՝ Հայկը, ով ասաց, որ պետք է գնա արտերկիր իր հոր թաղման արարողությանը։ Երրորդը՝ Դավիթը, ով հայտարարեց, որ ծերանում է ցանկանում է հանգստանալ։ Մանվելը զգաց, որ ինչ-որ բան տեղի է ունենում։ Նա փորձեց պահել նրանց, սպառնաց, խոստացավ, բայց նրանք գիտեին, սա վերջին շանսն է փախչելու։ Ամենալարումը եղավ Գորգի դեպքում։ Գորգը չէր կարող պարզապես հեռանալ, քանի որ նա գիտեր չափազանց շատ։ Նա գիտեր, թե որտեղ են պահված բոլոր ապացույցները, ով է մասնակցել, ինչպես է ամեն ինչ աշխատել։ Եթե Գորգը խոսեր իշխանություններին, դա կարող էր ոչնչացնել ոչ միայն Մանվելին, այլ բազում այլ մարդկանց, ովքեր մասնակցել էին այդ ցանցին։ Հետաբար Գորգին անհրաժեշտ էր հատուկ պաշտպանություն, մեկը, ով կարող էր երաշխավորել նրա անվտանգությունը երկրից դուրս։ Այդ պաշտպանությունը եկավ անսպասելի տեղից, որ մեկն է ստացել ամեն ինչ Մանվելի մահից հետո։ Գործարաններ, հողեր, տներ, բիզնես կապեր, քաղաքական ազդեցություն։ Մեկը, ով այդ ամենը ստացավ առանց սպասելու դատարանի, առանց մրցակցության, առանց ցանկացած արտաքին միջամտության։ Պատահում է դա։ Կամ սա է մանրամասնորեն պլանավորված օպերացիա, որի սկիզբը դրված էր երկար տարիներ առաջ։ Երբ ուսումնասիրում ես տնտեսական քաղաքական հետքը, որը տանում է Մանվելի կալվածքներից դեպի նոր իշխանության գրասենյակները, տեսնում ես հստակ նախշ։ Մի անուն բացահայտվում է կրկին ու կրկին։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս անունը կապված է Մանվելի հետ դեռս 1990-ականների վերջից, բայց միշտ ստվերում։ Ոչ մի հրապարակային համագործակցություն, ոչ մի պաշտոնական գործընկերություն։ Միայն լուրեր, թույլ ազդանշաններ, թե որ այս մարդը միշտ ներկա էր, երբ կայացվում էին կարևոր որոշումներ։ Այս մարդը, ում մենք կանվանենք Վազգեն, էր այն ուժը, որը կանգնած էր Մանվելի հզորության ետում։ Վազգենը չէր արտաքին երեսը։ Նա չէր հաճախորդներ ընդունում, չէր տալիս հարցազրույցներ, չէր երում հրապարակային միջոցառումներում։ Բայց թե ով գիտեր, ասում էին, որ Վազգենն է, ով իրականում կառավարում էր բոլոր հիմնական որոշումները։ Մի վկա, ով աշխատել է իրավական խորհրդատու Մանվելի մոտ, պատմում է, որ ամենակարևոր պայմանագրերը երբեք չէին ստորագրվում առանց Վազգենի օրհնության։ Մանվելը կարող էր համաձայնվել ամեն ինչի հետ, բայց երբ Վազգենը ասում էր ոչ, գործարքը չէր տեղի ունենում, հիշում է այդ վկան։ Բայց ով էր Վազգենը, ինչպես նա ձեռք բերեց այդպիսի ազդեցություն Մանվելի նկատմամբ։ Պատասխանը գտնվում է ավելի խորը։ Վազգենն ու Մանվելը ծանոթ էին դեռս երիտասարդ տարիներից։ Նրանք մեծացել էին նույն թաղամասում, սովորել էին նույն դպրոցում։ Բայց նրանց ուղիները բաժանվեցին, երբ Վազգենը գնաց Մոսկվա սովորելու, իսկ Մանվելը մնաց Երևանում, սկսելու բիզնես։ Վազգենը վերադարձավ Հայաստան 1999 թվականին կապերով, փորձով, ամենակարևորը՝ գիտելիքներով, թե ինչպես կառուցել իշխանության ցանց։ Երբ Մանվելը սկսեց իր բիզնեսը ընդլայնել, Վազգենը դարձավ նրա ստվերային խորհրդատուն։
Նա ուղղորդում էր Մանվելին, ում հետ համագործակցել, ում խուսափել, ինչպես կառուցել պաշտպանության շերտեր։ Մանվելը վստահում էր նրան, քանի որ Վազգենը երբեք չմտավ բացահայտ մրցակցության։ Նա միշտ մնում էր ետին պլանում, միշտ խորհրդակցում էր, բայց երբեք չէր պահանջում լույսի տակ լինել։ Դա էր նրա ուժը, բացատրում է Վազգենի հետ խոսած մի ազգական։ Նա գիտեր, որ իրական իշխանությունը միշտ մնում է անտեսանելի։ Բայց հարաբերությունները սկսեցին փոխվել 2000-ների սկզբում։ Մանվելի պարանոյան աճում էր, նա սկսեց կասկածել նույնիսկ Վազգենին։ Վկաներ պատմում են, որ նրանց մեջ սկսվեցին լարվածություններ, Մանվելը ցանկանում էր ավելի ուղղակի վերահսկողություն, մինչդեռ Վազգենը համարում էր, որ դա վտանգավոր է։ 2001 թվականի աշնանը նրանք ունեցան մի խոշոր վեճ, ինչպես վարվել կալանավայրերի հարցում։ Մանվելը ցանկանում էր ավելի բացահայտ մեթոդներ, Վազգենը առաջարկում էր ավելի զգույշ լինել։ Վեճը վերջացավ դժվարությամբ, բայց մի բան հստակ դարձավ, նրանց տեսլականները այլևս չէին համընկնում։ Դա էր այն պահը, երբ Վազգենը սկսեց պլանավորել։ Նա գիտեր, որ Մանվելի ճանապարհը տանում է դեպի մի կատաստրոֆ, երբ այդ կատաստրոֆը տեղի կունենար, պետք է լիներ պատրաստ ստանձնել հսկողությունը։ Նա չէր ցանկանում Մանվելի մահը, դա չէր նպատակը։ Նա ցանկանում էր, որ Մանվելը աստիճանաբար հեռանա, այնպես որ անցումը լիներ հարթ, իշխանությունը տեղափոխվեր առանց ցնցումների։ Բայց Մանվելը չգիտեր, թե երբ դադարել։ Նրա մեթոդները դառնում էին ավելի կոշտ, նրա թշնամիների թիվը աճում էր, Վազգենը գիտեր, որ շուտով ամեն ինչը կփլուզվի։ 2002 թվականի մարտին, երբ Մանվելի ներքին խումբը սկսեց փլուզվել, Վազգենը դարձավ այն մարդը, ում այդ մարդիկ դիմեցին։ Գորգին անհրաժեշտ էր գնալ անվտանգ տեղ։ Վազգենը կազմակերպեց դա։ Դավիթին անհրաժեշտ էր խոստում, որ նրան չեն հարձակվի։ Վազգենը տվեց այդ խոստումը։ Արմանին անհրաժեշտ էր աշխատանք։ Վազգենը դա նույնպես ապահովեց։ 2003 թվականի դեկտեմբերի 25-րդ օրը սկսվեց որպես սովորական առավոտ։ Մանվել Գրիգորյանը արթնացավ առավոտյան 7 ժամին, կատարեց իր սովորական ծեսերը, լվացվել, սերուցվել, հագնվել մութ կապույտ կոստյումով։ Նա չգիտեր, որ 35 ժամ անց նրա կյանքը կավարտվի այնպես, ինչպես ավարտվել են նրանց կյանքերը, ովքեր երբեմն մտել են նրա զնդանները։ Ինչ զգաց նա այդ վերջին առավոտը։ Ինչի մասին մտածեց, երբ նայեց հայելու մեջ։ Մենք վերականգնել ենք նրա վերջին ժամերի քրոնոլոգիան այն մարդկանց վկայություններով, ովքեր կողքին էին։ Առավոտյան 7 ժամ 35-ին Մանվելը իջավ ճաշասենյակ։ Նրա դուստրը, 17 տարեկան Լիլիթը, նստած էր սեղանի շուրջ։ Խոհարարուհի Մարիամի պատմությամբ, Մանվելը լուռ էր, ուտեց միայն սուրճ մի կտոր հաց։ Երբ Լիլիթը հարցրեց, ամեն ինչ լավ է, նա պարզապես գլուխ շարժեց։ Մարիամը հիշում է, թե ինչպես Մանվելի աչքերն այդ առավոտ տարբեր էին։ Նրանց մեջ ինչ-որ հոգնածություն կար, ինչ-որ հաշտություն։ Կարծես նա արդեն գիտեր, որ ճանապարհի վերջն է։ Դա խելամտությանց էր, թե՞ սովորական հոգնածություն։ Ժամը 9:30-ին Մանվելը հեռախոսազանգ ստացավ։ Զրույցը տևեց 6 րոպե։ Մարիամը լսեց միայն մի քանի բառ, այո, հասկանում եմ, երեկոյան։ Երբ նա ավարտեց զրույցը, նրա դեմքը ավելի խավար դարձավ։ Նա կանչեց իր վարորդ Արթուրին, ասաց. «Պատրաստվեք, մեկնում ենք 20 րոպեից»։ Արթուրը հարցրեց. «Ո՞ր»։ Մանվելը պատասխանեց. «Դու կիմանաս ճանապարհին»։ Այդ պահից սկսվեց հաշվարկ ժամանակի, որը ավարտվեց օրեր անց, այն վայրում, որտեղ գտան նրա մարմինը։ Նրանք հեռացան տնից ժամը 10-ին։ Մեքենան էր Մերսեդես, նույն մեքենան, որով Մանվելը տարիներ շարունակ տեղափոխում էր իր հյուրերին դեպի զնդաններ։ Արթուրը պատմում է, որ ճանապարհին Մանվելը հետից նայում էր պատուհանից, լուռ, խորհրդածու։ Նրանք քշեցին դեպի արևելյան ծայրամասը, այնտեղ, որտեղ կային այն տները գաղտնի սենյակներով։ Բայց այս անգամ նրանք չդադարեցին այնտեղ։ Նրանք շարունակեցին դեպի լեռներ, դեպի հին աշխատանքային գյուղ, որտեղ Մանվելը ուներ մեկ գաղտնի վայր։ Ինչու գնաց նա այնտեղ այդ օրը։ Ո՞վ էր զանգահարել նրան, ինչ էին ասել նրան, որ նա վճռեց գնալ հենց այդ վայրը։ Արթուրը չգիտեր, Մանվելը չբացատրեց։ Ամենը, ինչ Արթուրը հիշում է, երբ նրանք ժամանեցին, մութն արդեն սկսել էր ընկնել։ Ժամը 5-ն անցած էր։ Մանվելը ասաց Արթուրին մնալ մեքենայում սպասել։ Նա մտավ հին շենք, որը դատարկ էր տեսնվում դրսից, բայց ներսում ուներ այդ սենյակները։ Արթուրը սպասեց 2 ժամ։
Երբ Մանվելը չվերադարձավ, նա մտավ ներս փնտրելու։ Տեսավ բաց դռները, մութ միջանցքները, ապա լսեց ձայներ։ Բայց ժամանակ չունեցավ հասնելու։ Երբ նրան գտան հաջորդ օրը, Արթուրը պառկած էր գետնին, գլխի վնասվածքով։ Նա հիշում էր միայն, որ ինչ-որ մեկը հարվածեց նրան ետից։ Իսկ Մանվելը։ Մանվելի մարմինը գտան 3 օր անց, նույն շենքի ստորգետնյա մասում, այնտեղ, որտեղ նա պահել էր իր սեփական բանտարկյալներին։ Իրոնիան դաժան էր։ Մարդը, ով տարիներ շարունակ կապել էր ուրիշներին շղթաներով, վերջացավ նույն ճակատագրով։ Ով արեց դա, ինչու։ Երբ իրավապահները վերջապես մտան այդ շենք, 28 ժամ Մանվելի անհետացումից հետո, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, որը փոխեց ողջ հետաքննությունը։ Նախ նրանք գտան վնասված վարորդ Արթուրին, ապա գաղտնի սենյակներից մեկում, թաքնված հին պահարանում, փաստաթղթերի ծանրոցը։ Բայց Մանվելի մարմնին նրանք հասան միայն 3 օր անց, երբ վերջապես իջան ստորգետնյա մասը, այնտեղ, որտեղ սովորաբար նա պահում էր իր բանտարկյալներին։ Սա չէր սովորական արխիվ։ Դրանք էին գաղտնի ծածկագրերով նշված թղթեր, որոնք պարունակում էին անուններ, տվյալներ, գործարքներ։ Վիճակի անվտանգության ծառայության վերլուծաբանները, ովքեր ուսումնասիրեցին այդ փաստաթղթերը, պատմում են, որ դա էր ամբողջական համակարգի քարտեզը։ Ծածկագիրը պարզ էր, բայց արդյունավետ։ Ամեն մարդու համար կար կոդ։ Ամասնակի մակարդակ առաջին խոսքից մինչ վերջին։ Օրինակ, R35-6 նշանակում էր առաջին անձ, 35 տարեկան, 6 օր կալանքի ներքո։ B4112 նշանակում էր բիզնես հարաբերություն, 41 տարեկան, 12 օր։ Ցուցակում կային 86 անուն։ 86 մարդ, ովքեր տարբեր ժամանակներում անցել էին Մանվելի զնդաններով։ Բայց ամենաանսպասելին այն էր, որ վերջին էջում, գրված Մանվելի ձեռագրով, կար մի նշում։ Եթե դուք կարդում եք սա, ես արդեն մեռած եմ։ Այս անուններից 3-ը գիտեին ամեն ինչ։ Այս անուններից մեկը դավաճանեց։ Այս անուններից մեկը կավարտի այն, ինչ ես սկսեցի։ Ներքում էին 3 կոդ, V50, G48, AS46։ Ով էին այս մարդիկ, որ մեկն էր դավաճանը։ Հետաքննողները սկսեցին ապակոդավորել։ Առաջինը, V50 Վազգեն Կարապետյան, 50 տարեկան, Մանվելի ստվերային խորհրդատուն։ Երկրորդը, G48 Գորգ Ավագյան, 48 տարեկան, անվտանգության ղեկավարը, ով փախել էր երկրից։ Երրորդը, AS46 Աշոտ Սարգսյան, 46 տարեկան, Մանվելի հաշվապահը, ով պահպանում էր բոլոր ֆինանսական գրանցումները։ Երեքից երկուսը արդեն հեռացել էին Հայաստանից։ Մնում էր միայն Աշոտը։ Երբ հետաքննողները գտան Աշոտին, նա ապրում էր Երանի ծայրամասում, փոքրիկ բնակարանում, որը տարբերվում էր այն շքեղությունից, որին սովոր էր լինել Մանվելի մոտ աշխատելիս։ Աշոտը համաձայնվեց խոսել, բայց նախ պահանջեց երաշխիք, որ նրան չեն հետապնդի։ Հետաքննողները խոստացան, Աշոտը սկսեց պատմել պատմություն, որը բացահայտում էր ողջ ճշմարտությունը։ Աշոտի պատմությամբ Մանվելը գիտեր, որ նրա օրերը հաշված են։ Նա զգում էր, որ ներքին շրջանը փլուզվում է, որ նրա թշնամիները բազմանում են, որ նույնիսկ իշխանությունները սկսում են հետաքրքրվել։ 2003 թվականի աշնանը Մանվելը հրավիրեց այս 3 մարդկանց՝ Վազգենին, Գորգին, Աշոտին իր վիլլա, ասաց նրանց. Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դուք պետք է իմանաք ճշմարտությունը։ Այդ երեկո Մանվելը պատմեց նրանց ամեն ինչ։ Ով էին իրական բենեֆիցիարները նրա կալանավայրերի համակարգից։ Որ քաղաքական գործիչներն էին պաշտպանում նրան։ Որ բիզնեսմենները վճարում էին նրան, իրենց պարտապանների խնամքի համար։ Նա պատմեց այն մասին, թե ինչու նա սկսել էր այս համակարգը։ Դա չէր իմ գաղափարը սկզբում, ասաց Մանվելը։ Ինձ առաջարկեցին։ Ինձ ասացին, դու ունես հարմար տեղեր, դու ունես հավատարիմ մարդիկ, դու կարող ես պահել մարդկանց գաղտնի։ Մենք կվճարենք քեզ, դու կլինես պաշտպանված։ Ով էր այդ մենք։ Աշոտը հիշում է, որ Մանվելը չասաց անուն, բայց ակնարկեց, որ դրանք էին մարդիկ շատ բարձր մակարդակներից։ Մարդիկ, ում անուններն այսօր հայտնի են բոլորին, բայց ում դերը այդ համակարգում երբեք չհրապարակվեց։ Մանվելը պարզապես ասաց. Նրանք շատ ուժեղ են։ Եթե ես փորձեմ նրանց մատնել, նրանք ոչնչացնելու են ինձ իմ ընտանիքին։ Սա էր վախը, որը պահում էր Մանվելին լռելիայն։
Սա էր իրական բանտը, ոչ թե այն շենքերը, որտեղ նա պահում էր ուրիշներին, այլ անտեսանելի շղթաները, որոնք կապում էին նրան իր պաշտպաններին։ Այդ երեկո Մանվելը տվեց նրանց հրահանգներ։ Եթե նա մահանա կասկածելի հանգամանքներում, Վազգենը պետք է փորձի պահպանել բիզնեսը։ Գորգը պետք է ոչնչացնի բոլոր ֆիզիկական ապացույցները։ Աշոտը պետք է թաքցնի ֆինանսական հետքերը։ Բայց Մանվելը նա ասաց. Եթե դուք որոշեք խոսել, դուք պետք է հասկանաք գինը։ Նա չբացատրեց, թե ինչ նկատի ուներ, բայց երեքն էլ հասկացան։ 2 ամիս անց Մանվելը մեռավ։ 3 մարդկանցից 2-ը անմիջապես փախան երկրից։ Աշոտը մնաց, բայց ապրեց լռությամբ 15 տարի։ Ինչու հիմա է նա խոսում։ 15 տարի մարդ մնում է լուռ, երբ յուրաքանչյուր գիշեր արթնանում է նույն սարսափի հետ։ 15 տարի մարդ կրում է ծանրություն, որը ջարդում է ոսկորները։ 15 տարի մարդ սպասում է պահին, երբ կարող է վերջապես ազատվել այն գիտելիքից, որը թունավորում է հոգին։ Աշոտ Սարգսյանի համար այդ պահը եկավ 2018 թվականին, երբ նա իմացավ, որ վերջին մարդը, ում նա վախենում էր, մահացել է։ Այս մարդը, որի անունը Աշոտը երբեք չբացահայտեց հրապարակայնորեն, էր այն իրական ուժը, որը կանգնած էր Մանվելի ետում։ Այսօր Աշոտը 62 տարեկան է։ Նա նստում է մեզ դիմաց, փոքրիկ կաֆեում Երանի կենտրոնում, առաջին անգամ համաձայնում է պատմել ամբողջական պատմությունը։ Դա առաջին հարցազրույցն է, որը նա տալիս է 15 տարի անց։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է հին պայուսակը հանում փաստաթղթերի փունջ։ Ես պահել եմ սրանք այս ամբողջ ժամանակը, ասում է նա։ Որպես ապահովագրություն։ Որպես ապացույց, թե ես չեմ հորինում։ Փաստաթղթերը պարունակում են այն, ինչը Աշոտը անվանում է ֆինանսական հետքը։ Հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, թե որքան գումար է մտել Մանվելի հաշիվները յուրաքանչյուր հյուրի համար։ Ցուցակներ, որոնք կապում են վճարումները հատուկ անուններին։ Նամակներ, որոնք հաստատում են, որ Մանվելը չէր գործում միայնակ։ Աշոտը ցույց է տալիս մի նամակ, թվագրված 1999 թվականի սեպտեմբերով։ Այնտեղ գրված է. Մանվել, հաջորդ շաբաթ կբերենք 2 հատ։ Պատրաստվիր ընդունել նրանց ամսվա համար։ Վճարումը սովորականի պես։ Ստորագրություն չկա, միայն նիշ 2 տառ, որոնք Աշոտը չի ցանկանում մեկնաբանել։ Սա էր բիզնես, բացատրում է Աշոտը։ Ոչինչ անձնական։ Մարդիկ, ովքեր ուներ փող-ուժ, բայց չուներ տեղեր, իրենց խնդիրներին լուծելու համար, վերցնում էին Մանվելի ծառայությունները։ Մանվելը տրամադրում էր տարածությունը, անվտանգությունը, լռությունը։ Նրանք վճարում էին։ Ամեն ինչ գրանցվում էր։ Բայց գրանցումները թաքնված էին այնպիսի կոդերով, որ միայն 3-ս Մանվելը, Վազգենը ես կարող էինք հասկանալ։ Աշոտի ձեռքի հաշվարկներով 14 տարիների ընթացքում Մանվելը ստացել է մոտ 3 միլիոն դոլարի համարժեք գումար այս ծառայությունների համար։ Դա չէր հսկայական հարստություն նրա այլ բիզնեսների համեմատությամբ, բայց դա էր եկամուտ, որը գալիս էր մշտական։ Ավելի կարևորն այն էր, որ այս ծառայությունները ստեղծում էին կապեր։ Մարդիկ, ովքեր օգտվում էին Մանվելի զնդաններից, դառնում էին նրա պարտապաններ։ Նրանք պարտավոր էին նրան։ Նրանք չէին կարող հակառակվել նրան։ Դա էր իրական իշխանությունը, ասում է Աշոտը։ Ոչ թե դրամը, այլ իմացողությունը։ Մանվելը գիտեր գաղտնիքներ, որոնք կարող էին ոչնչացնել շատ հզոր մարդկանց։ Բայց այդ իշխանությունը դարձավ նրա դատապարտումը։ Աշոտը պատմում է, որ 2002 թվականին Մանվելը սկսեց ստանալ սպառնալիքներ։ Տեղեկություններ, որ ինչ-որ մեկը ցանկանում է նրան լռեցնել։ Մանվելը փորձեց իմանալ, ով է, բայց անծանոթը մնում էր ստվերում։ Աշոտի կարծիքով դա էր մարդը, ով վախենում էր, որ Մանվելը կխոսի։ Մարդը, ում համար Մանվելի գաղտնիքները սպառնալիք էին դառնում։ Երբ Մանվելը մեռավ, ես իմացա, որ սա չէր պատահական, ասում է Աշոտը։ Դա էր պլանավորված արարք։ Մեկը որոշեց, որ Մանվելը դարձել է վտանգավոր։ Ո՞վ էր այդ մարդը։ Աշոտը չի պատասխանում ուղղակիորեն։ Նա միայն ասում է, նրանից շատերն այսօր նստում են բարձր պաշտոններում։ Շատերը հարգված մարդիկ են։ Շատերը հերոսացվում են։ Բայց ես գիտեմ ճշմարտությունը։ Ես տեսել եմ նրանց անունները այդ փաստաթղթերում։ Երբ հարցնում ենք, թե ինչու նա չտանի այս փաստաթղթերը իշխանություններին, Աշոտը ժպտում է հոգնած ժպիտով։ Ում, հարցնում է նա։
Իշխանություններում նստում են նույն մարդիկը կամ նրանց ընկերները։ Եթե ես գնամ այնտեղ, ես պարզապես կանհետանամ։ Նույնը, ինչ Մանվելը։ Հետո նա ավելացնում է, բայց գուցե եկել է ժամանակը, երբ հանրությունը պետք է իմանա ճշմարտությունը։ Թեկուզ իշխանությունները չեն կարող անել որևէ բան, գուցե պատմությունը կգրի ճիշտ դատավճիռը։ Մեզ համար Աշոտը թողեց այդ փաստաթղթերի պատճենները։ Մենք ստուգեցինք դրանք անկախ փորձագետների մոտ։ Նրանք հաստատեցին, որ թղթերը իրական են, ստորագրությունները հավաստի են, ամսաթվերը համընկնում են Մանվելի կյանքի հայտնի իրադարձություններին։ Սրանք են ապացույցները, որոնք երբեք չհասան դատարան։ Սրանք են փաստաթղթերը, որոնք կարող էին փոխել Մանվելի գործի ամբողջ դատավճիռը։ Բայց հարցը մնում է, ով է այժմ պատասխանատու դրանց համար։ Մանվել Գրիգորյանի պատմությունը ավարտվեց այդ նույն մութ ստորգետնյա սենյակում, որտեղ նա պահել էր տասնյակ ուրիշների։ Իրոնիան դաժան էր, բայց թերս արդարացված։ Մարդը, ով ստեղծել էր համակարգ վախի տառապանքի, վերջացավ այդ համակարգի զոհ դառնալով։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Նրանից հետո մնացին մարդիկ, ընտանիքներ, հարցեր, որոնց պատասխանները դեռս թաքնված են։ Մանվելի ընտանիքը, նրա կինը, 3 երեխաները, հեռացան Հայաստանից 2 տարի նրա մահից հետո։ Նրանք ապրում են Ռուսաստանում, փակ կյանքով, խուսափելով հանրային ուշադրությունից։ Նրանց անունները փոխվել են, նրանց անցյալը թաքնված է։ Մանվելի դուստր Լիլիթը, որն այժմ 35 տարեկան է, երբեք չի տվել հարցազրույց։ Նրա որդիները, Արամը, Տիգրանը, նույնպես լռում են։ Նրանք ընտրել են կրել հոր մեղքերի ծանրությունը լռությամբ։ Մեկը կարող է մեղադրել նրանց, որ չեն խոսում, բայց ով կարող է ասել, թե ինչպես պետք է ապրեն մանկուց, որոնց հայրը դարձավ խորհրդանիշ ահի։ Իսկ նրանք, ովքեր դավաճանեցին Մանվելին։ Վազգեն Կարապետյանը, ստվերային խորհրդատուն, ստանձնեց Մանվելի բիզնեսի մեծ մասը։ Նա դարձավ հարուստ մարդ, ազդեցիկ գործիչ, ով այսօր ապրում է Մոսկվայում, շքեղ պենթհաուսում, Ռուբլիովկայում։ Նրա անունը հիշատակվում է բիզնես շրջանակներում, նրան հրավիրում են բարձրաճշգրիտ միջոցառումներին։ Նա երբեք չխոսեց Մանվելի մահի մասին, երբեք չտվեց ցուցմունք։ Երբ լրագրողները փորձեցին նրան հարցնել, նա պարզապես ժպտաց ասաց. «Ես գիտեի Մանվելին որպես բիզնեսմեն։ Ես ոչինչ չգիտեմ այն ամենի մասին, ինչ նրան մեղադրում են»։ Իսկ թե արդյոք հենց նա է այն դավաճանը, ում մասին Մանվելը գրեց իր վերջին նշումում, ոչ ոք չի կարող հաստատել։ Գորգ Ավագյանը, անվտանգության նախկին ղեկավարը, փախավ Հայաստանից անմիջապես Մանվելի մահից հետո։ Նրան տեսան վերջին անգամ Շերեմետո օդանավակայանում, սեփական թիտակ գրքույկով։ Ապա նա անհետացավ։ Ոմանք ասում են, նա գնաց Գերմանիա, ուրիշներ՝ Իսրայել։ Իսկ ոմանք վստահեցնում են, որ Գորգը երբեք չհասավ դեպի քաղաք, որ նրան գտան մի ամիս անց անանուն գերեզմանում։ Ճշմարտությունը չի հայտնի։ Բայց Գորգի անհետացումը թողեց մի ավելի մեծ գաղտնիք, նա էր միակը, ով գիտեր, թե որտեղ են թաքնված բոլոր ֆիզիկական ապացույցները։ Եթե նա իսկապես մեռած է, այդ գաղտնիքը մեռավ նրա հետ։ Աշոտ Սարգսյանը, հաշվապահը, ով խոսեց մեզ հետ, մնաց Հայաստանում, բայց իր կյանքը ապրեց ստվերներում։ Նա փոխեց աշխատանքը, փոխեց բնակավայրը, փոխեց նույնիսկ իր ազգանունը մի քանի տարի։ Նա սարսափում էր, որ նրանք կգան իր համար։ Ամեն օր, ասաց նա մեզ, ես սպասում էի։ Ամեն անգամ, երբ լսում էի զանգ դռանը, մտածում էի, սա է վերջը։ Բայց նրանք երբեք չեկան։ Թերս նրանք կարծում էին, որ նա չունի ապացույցներ։ Թերս նրանք գիտեին, որ նա չի խոսի վախից։ Կամ թերս նրանք սպասում էին ճիշտ պահին։ 3 մարդկանցից յուրաքանչյուրն ընտրեց իր ճանապարհը լռության կամ գաղտնիության։ Բայց դավաճանը։ Մանվելի նշումը հստակ էր։ Այս անուններից մեկը դավաճանեց։ Ո՞վ էր այդ մարդը։ Մենք հարցրինք Աշոտին։ Նա լռեց երկար, նայեց պատուհանից դուրս, որտեղ Երանի փողոցներում շարժվում էին մարդիկ, ովքեր երբեք չիմանան այս պատմությունը։ Հետո նա շրջվեց դեպի մեզ, ասաց մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Դավաճանը չկար, ասաց Աշոտը։ Մանվելը գիտեր, որ նա մեռնելու է։ Նա գիտեր, ով է պատրաստում դա։ Նա գրեց այդ նշումը, ստեղծելու կասկած մեր միջ։ Նրա վերջին վրեժխնդրությունը նրա նկատմամբ, ով նրան դավաճանեց իսկապես։ Բայց այդ մարդը չէր մեզնից 3-ից մեկը։
Այդ մարդը, ով զանգեց Մանվելին այդ վերջին առավոտը հրավիրեց նրան այդ վայր, նա էր իրական դավաճանը։ Աշոտը բացեց իր պայուսակս մեկ անգամ հանեց վերջին փաստաթուղթը։ Հեռախոսային գրանցում Մանվելի վերջին զանգից։ Ձայնագրությունը պահպանվել է 15 տարի։ Աշոտը սեղմեց play։ Մանվելի ձայնը լսվեց հանգիստ, գրեթե պատրաստված։ Այո, ես կգամ, ասում էր նա։ Ես գիտեի, որ դու կզանգես։ Ես սպասում էի քեզ։ Հետո մի պաուզա, Մանվելը շարունակեց. Ասա ինձ միայն մի բան։ Արդյոք այն արժեր դա։ Այն ամենը, ինչ դու ստանում ես իմ մահից հետո, արժե։ Այս բոլորը։ Եվս մեկ պաուզա։ Մյուս կողմից ձայնը լսվեց աննշանորեն, բայց Աշոտը ասաց, որ նա ճանաչում է այդ ձայնը։ Նա ճանաչում է նրան վատ, բայց խոսում է միայն երկու բառ. Ներիր ինձ։ Մանվելը խոսեց վերջին անգամ։ Ես չեմ կարող ներել, ասաց նա։ Բայց գուցե պատմությունը կների մեզ երկուսին էլ։ Հետո զանգը ավարտվեց։ 3 ժամ անց Մանվելը մեռավ այն ստորգետնյա սենյակում, որտեղ նա պահել էր տասնյակ ուրիշների։ Ով էր մյուս կողմում, ով զանգեց, ով խոստացավ հանդիպում, ով վերջապես դրեց վերջակետը Մանվելի կյանքին։ Աշոտը չի ասում անունը։ Նա միայն ասում է, եթե դուք ուշադիր լսեք պատմությունը, եթե դուք միացնեք բոլոր կետերը, դուք կհասկանաք։ Դավաճանը չէր մեկը, ով կողքին էր Մանվելի։ Դավաճանը մեկն էր, ով երբեք չերած, բայց միշտ վերահսկում էր ամեն ինչը։ Մեկը, ում համար Մանվելի համակարգը դառնում էր վտանգ, քանի որ Մանվելը գիտեր չափազանց շատ։ Մենք թողնում ենք կաֆեն Աշոտի հետ։ Նա վերադառնում է իր սովորական կյանքը, աննշան, անտեսանելի, մարդը պատմությամբ, որը նա կրում է իր ներսում։ Մանվելի զնդանները փակվել են տարիներ առաջ։ Շենքերը քանդվել են կամ վերակառուցվել։ Բայց հոգիները, ովքեր տառապել են այնտեղ, դեռ պտտվում են այդ վայրերում։ Իսկ ճշմարտությունը։ Ճշմարտությունը թաքնված է ոչ թե փաստաթղթերում, ոչ թե ձայնագրություններում, այլ այն լռության մեջ, որը ծածկում է իշխանության կոր ճանապարհները։ Որքան ժամանակ էլ անցնի, որքան հարց էլ մնա անպատասխան, մի բան հստակ է։ Մանվել Գրիգորյանի պատմությունը պատմություն է հանցագործության մասին, բայց նա այն մասին, թե ինչպես իշխանությունը կարող է ապականել նույնիսկ ամենամոտ մարդկանց, ինչպես վախը կարող է լռեցնել ողջ հասարակությունը։ Այսօր մենք խոսեցինք։ Վաղը գուցե ուրիշներն էլ համարձակվեն։ Իսկ հարցը, որը մնում է, ով է պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ, երբ իշխանությունը անպատիժությունը հանդիպեցին Մանվելի զնդաններում։